Բարև ձեզ Օրագի Նյուզի հարգելի հետևորդներ, եթերում Սպորտզոնն, այսօրվա մեր հյուրն է Հայկ Աղաքարյանը, բոլորից հայտնի Հայկ Ֆրիստայլը։ Ողջույն Հայկ։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Լավ, նորմալ դուք։ Լավ եմ, շնորհակալություն։ Գիշեք, առաջին սպորտաձևը ո՞րն է եղել, որ զբաղվել եք։ Ֆուտբոլ։ Քանի տարեկան եք։ 5 տարեկան, մերոնց առանց ասելու, գնացել եմ ֆուտբոլի առաջին անգամ, պապաս իմացել էր ու ջղայնացավ, ասեց, առանց ինձ ասելու ուր ես գնացել, բայց չգիտեր, որ արդեն ես այնտեղ ընդունվել եմ, ինձ հավանել են։ Առանց ինչ-որ մեկին զգուշացնելու 5 տարեկանում միայնակ գնացել եմ։ Իսկ ո՞նց եղավ, որ հետո ֆուտբոլից գնացիք դեպի ֆրիստայլ։ Դե ֆուտբոլային կարիերաս շատ կարճ տևեց, էլի, կարելի ասել, սենց չեղավ, որովհետև տևել եմ մինչև 18 տարեկանից, մինչև գնացի ծառայության, էլի։ Ծառայությունից հետո արդեն վերադառնալուց դե ֆուտբոլը պահանջում է մի քիչ հստակություն ու ուշադրություն։ Մի քիչ ուսումն էլ խանգարեց ու այսպես ֆուտբոլային կարիերաս կարելի ասել 18-ում ավարտվեց, էլի։ Բայց լավագույն հարձակվողն ու ռմբարկու եք, չէ՞ դարձել։ Ինչի հետո հետ չվերադարձաք։ Տարիքայինների այդ ժամանակ տենց առաջնություն կար, որ մասնակցում էի արտիկի մեր թիմով ու լավ երևում էի, էլի։ Նույնիսկ մարզիչս ինձ ասում էր, որ արտիկի պատմության այն ամենալավ 3 ֆուտբոլիստներից մեկը ես եմ եղել։ Իսկ այն երկուսը ովքեր են։ Գիտեք թե ցուկ երրորդն եք։ Մեկին գիտեմ, բայց այդպես ինքն էլ չի շարունակել, էլի։ Հիմա պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվում եք կամ փորձեր արել եք։ Փորձեր արել եմ, ուղղակի սիրողական թիմում, բայց սիրողական թիմով մենք հանդես ենք եկել Հայաստանի գավաթում, որովհետև մեր լիգայում առաջինն ենք ճանաչվել ու այդպես ասեցի համել հետևորդներիս մոտիվացիա տամ։ Բայց 15 րոպեում, չէ, 2 գոլ եք։ Հա, այդ եղել է մեր A լիգայում սիրողական, բայց Հայաստանի գավաթում, Հայաստանի գավաթը արդեն ինքը բարձրագույն լիգա է, էլի համարվում։ Այդ ժամանակ եմ ունեցել խաղալու ու իմ համար sense շատ ոգևորություն էր, էլի, այդ նկարը հանածս վիդեոն իմ համար ամենասենց կարևոր վիդեոներից մեկն է։ Իսկ հիմա կգնաք ֆուտբոլի։ Հիմա պրոֆեսիոնալ կերպով զբաղվելու։ Պրոֆեսիոնալ, եթե առաջարկ լինի sense ասած, հա, բայց չեմ կարծում, որ այդ ռեալ է, որովհետև ֆուտբոլում կա տարիք, որը չես կարող անտեսել։ Պետքա ֆուտբոլով միշտ զբաղվես, բաց չթողնես, կենտրոնանաս ու այդ խորհուրդները ես միշտ տալիս եմ, էլի մանուկ ու ավելի մեծ նույնիսկ հետևորդներին։ Իսկ ամենաֆուտբոլի հետ կապված լավ հիշողությունը ո՞րն է եղել, որ մնացել է ձեզ մոտ։ Թե փոքր տարիքից, թե լիգաներից։ Լիգաներից հիշում եմ բանը, որ առաջնության ժամանակ էլի խաղում էի ու սենց խաղացողները գիտեին, որ ես արագ եմ վազում, տենց հստակ ստրատեգիա էին մշակել իմ դեմ ու ես այդ լսում էի կողքից, էլի որ ու ես ինձ շատ ուժեղ էի զգում, այդ ժամանակ էր, որ Երևանի բանանցը ինձ նկատեց ու կանչեց փորձաշրջանի։ Ցավոք այդ փորձաշրջանը անցա ու պետք է ընդունվեի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ու մերոնց հետ որոշեցի, որ ես պետքա ուսումս շարունակեմ։ Ֆուտբոլը, ասենց ասած, թողեցի մի կողմ ու այդ իմ կարիերայի, ասենց ասած, ոնց որ ավարտը լիներ, էլի։ Իսկ եթե լինեիք այդ տարիքում նույնը կանեիք, էլի կդիմեիք տնտեսագիտական համալսարան։ Չէ։ Ֆուտբոլ միանշանակ։ Միանշանակ։ Բայց մի կողմից էլ որ նայում ենք, ֆրիստայլ էս իմ կոչումը, ասենց ասած, չէր լինի։ Ու լիքը ասենց բաց տեղ կմնար ու ես չէի առանձնացվի մի քիչ։ Ես կլինեի ֆուտբոլիստ, որը, չգիտեմ, Հայաստանի մասշտաբով ինձ թվում է կխաղա։ Համալսարանը ինչ տվեց ձեզ։ Որ հետո շարունակել եք մագիստրատուրա, մագիստրոսի կոչում ու բայց հիմա զբաղվում եք ֆրիստայլով։ Տեսեք, համալսարանը ինձ ֆինանսապես շատ կերակետ դարձրեց, շատ ծանոթներ տվեց ու այդ արդեն հիմա եմ զգում, որ այդ ինձ շատ պետք էր, որովհետև դու երբ որ հասնում ես քո մասնագիտության մեջ այնպիսի կետի, որ դու արդեն բիզնես գործունեություն ես ծավալում, օրինակ, ես հաշվապահություն եմ սովորել,
Հիմա շատ հաշվարկներ ու շատ ստրատեգիաներ ֆինանսական, ես ասենց ասած տնտեսագիտության վերլուծություն է եղել իմ մասնագիտությունը նաև, ասենց միշտ արդեն տրամաբանում եմ, գիտեմ որտեղ արժի օրինակ, չգիտեմ, գումար դնել, ծախսել, որը ավելի արդյունավետ կլինի ու բիզնես տեսանկյունից այդ ինչ շատ օգուտ է, էլի։ Ինչ բիզնեսով եք զբաղվում։ Հիմա պրոյեկտներով ֆուտբոլային մրցաշարեր են կազմակերպում։ Սթրիթբոլի մասին է խոսքը։ Մանուել Դավիթի հետ, Մանուել Դավիթի միտքն էր սկզբից, դե ես էլ ունեի այդ բանը, գաղափարը sense իմ մեջ, բայց Դավիթը ավելի sense կազմակերպչական այդ ջիղը, հա, իր մոտ շատ մեծ էր։ Ինքը ավելի լավ է կազմակերպում էլի միջոցառումներ։ Իմը մի քիչ ավելի շատ sense ասած բանի գովազդային մարդկանց տեղեկացնել, մարդկանց բացատրել թե դա ինչ է, այս ֆորմատում է գրել, դրա համար այսքան ահռելի մեծ հիմա մասնակիցներ կան, էլի։ Շաբաթներ առաջ էր Դավիթ Մանոյանը մեր տաղավարում ու խոսում էր սթրիթբոլի մասին ու այնքան հետաքրքիր պատմություններ պատմեց։ Ձեր կողմից ամենահետաքրքիրը սթրիթբոլի հետ կապված որն է ու կրկին հիշեցնենք ինչ է իրենից ներկայացնում սթրիթբոլը։ Միջով սթրիթբոլին անցնելն էլ, որ բիզնեսից ենք խոսում, պրոդուկտներից էլ խոսեմ, որ կա իմ պրոդուկտները, սեղանի խաղեր, շապիկներ, հուդիներ ու սենց ասած ուզում եմ այդ պրոդուկտներն էլ լինի ամեն ինչը առողջ երեխաների այս մոտ հիմա տեսնում շատ տարածված կա, այնց բլոգերներ կան, որ վատ պրոդուկտներ են արտադրում, ասենց ասած կոլաբ են անում մեծ կամպանիայի հետ, հա իրանք են իբր անում, իրանք են արտադրում, ասենց ասեմ, բայց առողջ չի այդ պրոդուկտը, հասկանում եք, հետևելով այդ բլոգերին շատերը, ծնողները պետքա շատ ուշադիր լինեն նախ եւ առաջ։ Երեխան շատ, չգիտեմ, էներգետիկ, գազավորված ըմպելիքներ, չիփս, ծնողների վերահսկողությունը պետք է ավելանա։ Այս մեծ խորհուրդ ծնողներին։ Իսկ ինչ վերաբերում է սթրիթբոլին, եկեք մի քիչ առաջ խաղերի հետ կապված պտտիր աշխարհը, չէ՞ սեղանի խաղի մասին է։ Դուք եք հիմնադրել այդ խաղը ու ինչ է իրենից ներկայացնում։ Այո, պտտիր աշխարհը դա իմ կարգախոսն է, ասենց ասած, որ իմ հետևորդներին միշտ ասենց ասած ողջևորում եմ իմ ոլորտով, որ ամեն ինչ հնարավոր է անել։ Ես գնդակը պտտելով եմ այս ամեն ինչին հասել, էլի։ Ոնց պիտի խաղանք այդ խաղը։ Այդ խաղը, բանա, պարզ դրամաբանության վրա է համ էլ ինքը ինտերակտիվ տես խաղ է, էլի։ Բանա, ռուլետկայի տիպի ինքը տես կլոր բանա, պտտում ես ու հարցեր անգնում։ 3 կրիտերիայի հարցեր կա, ինտելեկտուալ հարցեր, առաջադրանքներ հայքից, որ այնտեղ ասում եմ, չգիտեմ, այսքան 21 խաղացեք, այնց հետաքրքիր առաջադրանքներ է։ Ու հարցեր հայքից, էլի, ասենց ինքը ֆուտբոլային ինտելեկտը զարգացնելու համար շատ լավ միջոց է։ Իսկ սթրիթբոլին եկեք անցնենք արդեն։ Ինչ է սթրիթբոլը, հիշեցնենք։ Սթրիթբոլը փողոցային սպորտաձևերի համախումբ է, ասենց ասեմ, որտեղ Դավիթի հետ սկզբում ուզում ենք միայն սթրիթ ֆուտբոլի վրա կենտրոնանալ, բայց հետո Դավիթի մոտ գաղափար եկա, որ առաջի բասկետբոլն էլ անել։ Ես մի քիչ թերահավատորեն մոտեցա, բայց իմ ճիշտ ասած նպատակը ավելի շատ ֆուտբոլին է ուղղված, բայց հասկացանք, որ կարանք ավելի մեծացնենք այս պրոյեկտը ու ներգրավեցինք տարբեր սպորտաձևեր, որոնցից են նաև ֆուտբոլ ֆրիստայլը, որը Հայաստանում ես եմ հիմնադրել, սկեյթբորդը, բրեյքդանսը, սա գիտեք արդեն։ Բրեյքդանսը առաջ գնում է։ Էլի են սպորտաձևեր, օրինակ չգիտեմ, բազկամարտ, այնտեղ ձերքի գնդակով ռաունդնետ, sense կա էլի ինչ որ մարզաձևեր, որ միշտ գալիս են մեզ միանում, բայց հիմնականում էս իմ թվարկածներն են։ Բրեյքդանսին մասնակցող կա, որտեղ ֆուտբոլը գիտեմ, որ երեխաքը շատ են սիրում կգան, բասկետբոլն էլ որոշակի տարածում ունի, բայց բրեյքդանսը այդքան տարածված չի, մանավանդ մարզերում։ Ոնց է կարողանում։ Դուք տեսնեք մարդկանց հայացքները, որ օրինակ բանի բրեյքդանսի, հələ ֆրիստայլը մի կողմ գնդակ կա, տեսնում են։ Բրեյքդանսի բանին ես գալիս են որ թզբեղներով sense նայում են թե
այնտեղ երեխեքներ ապարում են, էլի։ Ուզում եմ ասեմ, պետքա մարդ տեսնի, որ պատկերացնի ինչ-որ բան, էլի։ Մինչև էս, չգիտեմ, սենց բան չկար, մշակույթ չկար, բայց հիմա ես ինչքան գնում եմ, հասկանում եմ, որ շատ կարևոր պրոյեկտ է այս սթրիթբոլը Հայաստանի համար, ինչու՞ չէ նաև առողջ սերունդ դաստիարակելու համար։ Ինչի համար եք անում սթրիթբոլը։ Առաջինը իհարկե ոչ բիզնես նպատակով, անում ենք ինչ-որ արժեք ստեղծելու համար, ես ինչ-որ անում եմ, չգիտեմ, բանի, բիզնես տեսանկյունից, այդ անում եմ զուտ գումարի համար, որ ինձ ինչ-որ ձև ֆինանսապես ապահովի, որ ես կարողանամ ինչ-որ ուրիշ պրոյեկտներ անեմ, որ արժեք ստեղծեմ։ Բայց սթրիթբոլի մասը, ասենց ոնց որ իմ համար բան լինի, էլի, ես իմ գործն է այդ, ես պետք է անեմ։ Ես պետք է ֆրիստայլը օրինակ, ֆուտբոլ ֆրիստայլի մասը իմն է, ֆուտբոլ, սթրիթ ֆուտբոլը, ես ուզում եմ այդ զարգանա։ Ես ուզում եմ, որ մարդիկ առողջ ապրելակերպ ձևավորվի ի վերջո, մարդիկ մտածեն, որ բացի միտինգներից, բացի համերգներից, նաև կարող է լինել սպորտային միջոցառումներ, բակերում շատանան այս փողոցային ֆուտբոլի, բասկետբոլի մշակույթը, դաշտեր շատ կառուցվեն, բայց ճիշտ դաշտեր կառուցվեն, շատ եմ տեսնում, որ տեսնում ես շենքերը, շինությունները, հայաթում բանա, պրոստը ցանկապատով sense բաժանված է, բայց հարմարանք չկա, շիթ չկա օրինակ, բասկետբոլի օղակը չկա։ Այն որ ասում եմ, որ անում եք, նորմալ արեք։ Նույնիսկ եղել է, որ կոյուղին է եղել դաշտի մեջ։ Հա։ Շատ ենք դրան ենք, մենք ենք շատ ուշադրություն դարձնում։ Սկզբից կասեք, ֆրիստայլը իրենից ինչ է ներկայացնում ու հետո ֆուտբոլ ֆրիստայլը ինչ է։ Իրանք նույն բանն են, թե ուրիշ է։ Նույնն են, ֆուտբոլ ֆրիստայլը, կա ֆրիստայլի տարբեր ձևեր, կա օրինակ բասկետբոլ ֆրիստայլ, վոլեյբոլ բան, ուրիշ նու բասկետբոլ ու ֆուտբոլ ֆրիստայլեր կա, որ իրանք ասենց ասած հաստատված սպորտաձևեր կարելի ասել, որովհետև տենց մրցաշարեր են իրանք անցկացնում, էլի միջազգային։ Ֆուտբոլ ֆրիստայլը ոնց որ ֆուտբոլի ազատ ոճ, այսինքն դու ցույց ես տալիս ֆուտբոլից բացի հնարքներ, բայց խորացված հնարքներ, ոչ թե ֆուտբոլային, այդ դաշտում որ անում են, այդ չի էլի, ինքը ավելի բարդացված ձևն է, որը սկսել է զարգանալ 1900 սենց ասած 70-ականներից։ Հա, բայց Հայաստանում 3 տարի առաջ երբ որ դուք արեցիք ֆրիստայլը։ Ես եմ արել։ Ու սենց ասած այդ է ինձ միշտ մոտիվացիա տալիս, այս վերջին քանի տարին, որ չգիտեմ, անկախ իմ ասելուց մարդիկ ասում են, որ ես եմ այս սպորտաձևը բերել Հայաստան ու ես ինձ սենց ասած բան եմ զգում, կարևորություն եմ տալիս էլի այդ իմ արածին։ Պաշտոնական ներկայացուցիչն եք, չէ՞ ֆրիստայլի։ Հայաստանում ոնց եղավ այդ առաջարկը։ WFF-ից միջազգային ֆուտբոլ ֆրիստայլի ասոցիացիան նամակ էր գրել մեյլին, որ ասեց Հայկ ջան, ուզում ենք, տեսնում ենք, որ մեծ ֆրիստայլին նպաստող քայլեր եք ձեռնարկում, ուզում ենք, որ Հայաստանի մեր դեսպանը Հայաստանում դուք լինեք ներկայացուցիչը։ Դե իրանց էլ է ձեր տալիս։ Բնականաբար։ Հա, ու ես այդ պարտավորությունը ստանձնեցի շատ ուրախ, որովհետև այդ իմ առաքելությունն ասած ասած էլի, ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի։ Այդ ձեր առաջին համագործակցությունն էր։ Միջազգային, միջազգային, նու եղել է գովազդ, սենց ասած էլի, բայց որպես սենց լուրջ առաջարկ համագործակցության։ Իսկ մեր տեղական համագործակցություններից գովազդայինի նկատի ունեք։ Եվ գովազդային եւ ուրիշ որ էլի նշանակություն ատվել ֆրիստայլի զարգացմանը։ Հա, դե ես մեր հովանավորներին չեմ կարող մոռանամ, որ իրանք միշտ հավատացել են մեզ, թե սթրիթբոլի ընդհանուր պրոյեկտին, թե դե ֆրիստայլն էլ դրա մասն է կազմել ու մարդիկ հավատացել են, որ չգիտեմ, ես կարող եմ այդ անել կամ ես ու Դավիթը օրինակ սթրիթբոլը կարող ենք անել։ Դուք դասեր եք չէ՞ տալիս եւ երեխաներին, եւ մեծերին, ու ֆրիստայլ եք սովորացնում։ Իրենք այդ ֆրիստայլի հմտությունները ոնց կարան օգտագործեն դաշտում։ Դե տեսեք հնարքներ կան։
որոնք կարող ես օգտագործել դաշտում, ինչը նաև կլավացնի քո շփումը գնդակի հետ, բայց խոսքը եթե վերաբերում է, որ ռեկորդներ եմ գրանցել ցուցազնագերքում, օրինակ 3 պտույտ գնդակի շուրջ, այդ հնարքը չես կարա դաշտում անես, էլի իմաստ չունի։ Քանի ռեկորդ ունեք։ 5 ռեկորդ ունեմ ցուցազնագերքի։ Հիմա հայտ եմ ուղարկել Գինեսի գերքին։ Ուզում եմ գնդակը պատտելու հետ կապված ռեկորդ սահմանել։ Հիմա սպասում ենք։ Կապացեք ինչ ռեկորդ է։ Ինչպես եք ուզում պատտել գնդակը։ 3 գնդակ միաժամանակ պատտելն է, թե քանի վայրկյան կարամ 3 հատը միասին պատտեմ, էլի։ Հա, բայց նույն այդ 3 գնդակ պատտելը եղել է ցուցազնագրքի մեջ։ Չէ, ցուցազնագրքի մեջ եղել է 5, 6, 7 գնդակ եւ բան ոտքով 3 պտույտ գնդակի շուրջ որ կատարել եմ, այնպես պատտել եմ։ Խառնեցի իրար։ Եվ բանը էլի 3 պտույտ գնդակի շուրջ, բայց 2 ոտքով։ Ամենադժվարը ո՞րն է։ Ամենադժվարը 3 պտույտով հնարքներն են։ Ոտքի հնարքներն են ավելի բարդ։ Արադ 73 ֆիլմում եք նկարահանվել։ Այո։ Կպատմեք ֆիլմի մասին ու ձեր դերակատարության մասին։ Ֆիլմի առաջարկը հենց սկզբից Դավիթը զանգեց, Դավիթի հետ ենք ապրվել, էլի, որ ֆուտբոլային մարդիկ են պետք, դե Դավիթն էլ ինձ էր առաջինը ասել, որովհետև համ աուդիտորիա ունեմ, համ ֆուտբոլային եմ, համ ֆուտբոլիստ եմ, ու սկզբից ուրիշ տերի համար էին ինձ ասում, հետո ինչ-որ բան փոխվեց։ Ինչ տեր էր սկզբից։ Պատճառներով Մարկարովի տերներ, բայց հետո սենց կերպարի հետ կապված մի քիչ բոյով համել Մարկարովին ավելի նման դերասան կար, էլի։ Այս ձեր դերը հետո որ Սանասար փոխվեց։ Գևորգյանն եմ, աճպաշտպան, ով ճիշտ է ֆրիստայլ, այտենց հնարքների հետ կապ չի ունեցել, բայց ֆիլմում ես կադր ունեմ, որ գնդակը պատտում եմ մատից ու իմ համար էլ է շատ կարևոր, որ ֆիլմի մեջ ֆրիստայլ կադր ես ունեմ, էլի։ Դուք վնասվածք ունեցել եք։ Հա, կարելի ասել բանակից որ վերադարձել եմ, էլի մի քանի թիմերում ես խաղացել եմ, էլի։ Ոքի շատ կարճ է տևել, հենց վնասվածքներից պատճառով։ Իսկ այդ վախը ձեր մոտ էլ եղել է։ Իսկ հիմա։ Հա։ Հիմա։ Տեսեք, երկար ժամանակ որ չես վազում ֆուտբոլային ձևով։ Այսինքն, չգիտեմ, դարոշկի վրա պրոստը վազել է, թերիկ չի, էլի։ Դու պետք է ուժային վարժություններ անես, մկաններդ որ զրիվնոյի չլինի, էլի։ Երկար տարածություններ վազես, որ ինչ որ արագացման ժամանակ մկանդ չկտրես, էլի։ Իսկ ո՞րն ավելի դժվար պարապել ֆուտբոլի համար այդ մարզումները, թե Գինեսի ռեկորդի համար։ Շատ տարբեր են։ Օրինակ, այս վերջի Հայաստան Ամենաշտավորդ եք նյարդային անում։ Նյարդայնանալը ֆրիստայլից շատ կարա լինի, որտեվ դու նույն բանը անընդհատ կրկնում ես, նույն բանը։ Ու այդ չստացվել է քո վրա, սենց մի տեսակ ուրիշ է լինում, էլի, բայց ֆուտբոլի մեջ էլ կան պահեր, որ պրոստը հիասթափությունն է շատ։ Երկու տեղում էլ հիասթափությունը շատ է։ Ֆրիստայլով որ սկսել եմ զբաղվել, մերոնք ասում էին բանը, մերոնք չէ, էլի, պապաս ու մամաս միշտ կողքս են եղել։ Տենց բարեկամ, ասում են ինչով ես զբաղվում, դա տենց ուսանողական տարիք կա, չէ՞, որ դու սովորում ես, հələ պետք չի որ աշխատես, էլի, անիմաստ ժամանակը ծախսես։ Հա, ասում են ձեռի տակ գործ չկա, ինչ ես անում, բան, դե արի բացատրի, թե ֆրիստայլը ինչ է։ Հիմի որ արդեն ես ինչ որ ասենց ասած հաջողություններ ունեմ, բարեկամներս արդեն գիտեն ինչի մասին է խոսքը, էլի։ Մարդկանց պետքա, չգիտեմ, այդ մարքեթինգի օրենքներից է ճիշտ մատուցես, էլի։ Իսկ այդ մատուցելը դուք կարեցիք Instagram-ի ու TikTok-ի միջոցով երբ որոշեցիք, որ պետքա ձեզ ու ֆրիստայլը ներկայացնեք հանրությանը։ Ես շուտվանից տենց YouTube-ում նույնիսկ 2010 վարժություններն եմ ձեր նայել ֆրիստայլի։ Բայց սենց այդ ավելի լայն աուդիտորիա որ ինձ սկսեց ճանաչել, այդ մատի վրա գնդակս որ պատտել եմ, տենց չստացված կադր էր, բան որ գնդակն գնում է ճաշիս մեջ, ճաշ եմ ուտում սենց բան։ Դա կերավեց ու ուզում եմ սենց ֆորմատով
շատ մարդ ներգրավեն, որ ցույց տամ ավելի կարևոր հարցեր։ Նենց չի ես նպատակ ունեմ գնդակ պատտելու ու վсё, էլի։ Ավելի տարբերվող կոնտենտ ունեմ, օրինակ YouTube-ում։ Իդեպ YouTube-ի մոնետիզացիան էլ միանում է արդեն։ Իսկ YouTube-ում ինչ եք ցույց տալիս։ YouTube-ում տարբերվում է, որտեղ ավելի շատ ուսուցողական է, օրինակ թե ինչպես ճիշտ հարված կատարեն ֆուտբոլիստները, պատտվող հարված, ինչպես հնարքներ սովորեն, sense տարբեր բաներ ունեմ, էլի։ Ռուբրիկաներ։ ճիշտ հարված ասեցիք, ձեր 3 տարեկանում եք, չէ՞։ Ձեր առաջին հարվածն արել։ Հա։ Կպատնեք այդ դեպքը։ Պապաս տենց ինձ կանգնացրել է, նոր, քայլել եմ արդեն։ Ասում ես տեսա այդ ժամանակ, որ դու ֆուտբոլի հետ կարող ես կապ ունենաս, էլի։ Սենց եկել եմ, ոտքս ճիշտ դրել եմ գնդակի կողքին ու թաթով սենց սիրուն հարված եմ արել։ Ու այդտեղից կնքվեց ձեր ֆուտբոլային կարիերան։ Ամենանյարդայնացնող հարցը, որ TikTok-ում գրում են։ TikTok-ում։ TikTok-ի կոմենտներում ամենավատ կոմենտներ, որ արձագանքում եք։ Հիմա սենց ասեմ, TikTok-ում շատ ակտիվ չեմ, ավելի շատ հիմա Instagram, YouTube-ն է, էլի։ Բայց TikTok էլ էլի նույն վիդեոները գցում եմ, էլի։ Բան է, որ հարցներ։ Հայք ինձ գնդակ կտակ։ Ոյ։ Երևի կարդացել եք, հա։ Հա, բայց ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ օրինակ գնում եմ արդիկ, դե արդիկում մի քիչ անմիջականությունը շատ է, որ ճանաչում եմ ես մարդուն, էլի։ Մարդը կարա ինձ բան ասի։ Տեսնում են, Հայկ ջան, երեխուն գնդակեմ չտվիր։ Ասես նայում ասում, ախպեր, ավելի։ Գնդակի կոլեկցիաներ ունեք։ Ունեմ օրիգինալ գնդակների, տենց որոնք հիմա շատ բարդ են ջարվում, հին, բայց հիմնականում տենց Չգուցի հավաքեք ցուցասրահ։ Հա, ցուցադրություն գնդակների։ Արդեն տենց անկյուն եմ հավաքել իմ համար, Արարատ 73-ի իմ ֆիլմի շապիկն է, նկարներ ու հեսա տենց YouTube-ով նոր սթրիմների շարք եմ ուզում սկսեմ, որ հյուրեր կանչեմ, տենց հարցազրույցներ լինի։ Մենք ձեզ համար մի քանի բլից հարցեր ենք պատրաստել, եթե պատրաստ եք, սկսենք։ Քանի ժամ է տևում ձեր ամենօրյա մարզումը։ 2-ից 2.5։ Ինչպես եք հաղթահարում հոգնածությունը երկարատև փորձերից հետո։ Երաժշտություն եմ լսում ու քնում եմ։ Ֆինանսների կառավարում թե ֆրիստայլ։ Ֆրիստայլ։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլ թե ֆրիստայլ։ Այս շպարտ հարց է։ Կլինի այս հարցին չպատասխանեմ։ Ասեք, կարող եք ասել երկուսն էլ կամ ոչ մեկ։ Երկուսն էլ։ Ֆրիստայլ թե սթրիթբոլ։ Ֆրիստայլ։ Լավագույն հարցակվող թե լավագույն ռմբարկու։ Լավագույն ռմբարկու։ 4 անգամ լինել ձյուցազնագրքում թե 1 անգամ Գինեսի ռեկորդակիր համարվել։ Գինեսի ռեկորդ։ Ռեկորդ գրանցեք դուք թե ձեր սաները։ Գինեսում։ Ձյուցազնագրքում թեկուզ։ Ինձ թվում է երկուսն էլ։ Իսկ եթե ընտրություն անեք։ Դե լավ, ես հələ մի հատ Դուք սովորեք այդ հոնոր երեխաները։ Մագիստրոսի դիպլոմը վերցնեք թե ռեկորդների վկայականը։ Ռեկորդների վկայական։ 3 պտույտ գնդակի շուրջ թե պատտել 7 գնդակ միաժամանակ։ 3 պտույտ գնդակի շուրջ։ Շնորհակալություն այսօր այսքաններ, հետևեք մեր սպորտ զոնին։